Մենք հիմա կատարում ենք ուժեղացված ծառայություն։ Իսկ թիրախում առանց ձմեռային ավադողերի երթևեկող քաղաքացիներն են։ Օպելի վար դուսացուցից հետո կվերադասավորվեք աչմասում կկանգնեք։ Եղանակային պայմանների վատթարացմանը զուգընթաց բարեկային ծառայության աշխատակիցները հերթական շրջայցի են դուրս եկել ստուգելու մեքենաների ձմեռային ավադողերի առկայությունն ու համապատասխանությունը օրենսդրական պահանջներին։ Երկուսն էլ ամառային է։ Այս մեքենայի երկու ավադողերը ձմեռային չեն։ Մեր նկարահանող խմբի հետ պարեկների 1 ժամ տևած շրջայցի ընթացքում հայտնաբերված միակ մեքենան է, որի ավադողերը չեն համապատասխանում սահմանված նորմերին։ Կազմվելու է վարչական արձանագրություն առայն, որ տրանսպորտային միջոցը վարել է ամառային ավադողերով։ Եթե անգամ մեքենայի միայն 1 անվադողը ձմեռային չէ, միևնույն է կազմվում է իրավախախտման մասին արձանագրություն, իսկ վարորդը ստանձնում է պարտավորություն փոխել այն։ Արձանագրության արժեքը 5000 դրամ է, 24 ժամյա ընթացքում եթե փոխեք բեկանվելու է արձանագրությունը, այսինքն արձանագրությունը առ ոչինչ է համարվելու։ Կանտայով առաջացեք աչմասում կանգնեք։ Հաջորդ մեքենայի անվադողերը համապատասխանում են սահմանված նորմերին։ Ինչպես տեսնում ենք, ձեզ մոտ ամեն ինչ նորմալ է, շատ շնորհակալ ենք օրենքը չխախտելու համար, ձեզ բարի երթ ենք մաղթում, հաջողություն ձեզ։ Այս կարգավորումը ուժի մեջ է մտել 2024 թվականի դեկտեմբերին, նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ձմեռային անվադողերով երթևեկելը դարձել է պարտադիր։ Քանի որ մենք նախկինում չունեինք կարգավորում հենց ձմեռային անվադողերով վարելու պահանջի հետ, ու բոլորիս համար էլ ակնհայտ է, որ ձմեռային ժամանակահատվածում ամառային ավադողերով կամ համասեզոնային ավադողերով վարելը մեծ ռիսկ էր ներկայացնում ճանապարհային երթևեկության անվտանգությանը։ Հենց այս նպատակով մտցվեցին համապատասխան կարգավորումներ, որպեսզի նախատեսվի ձմեռային անվադողերով չերթևեկելը տրանսպորտային միջոցի շահագործումն արգելող պայման եւ այն վարորդները, ովքեր որ խախտում են նշված պահանջը, ենթարկվեն վարչական պատասխանատվության։ Տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է, եթե թեթև մարդատար ավտոմոբիլների եւ մինչեւ 3.5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր, ինչպես նաեւ սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ մինչեւ 4 մմ է։ Պատկերը իմ սուբյեկտիվ կարծիքով բավական լավ է։ Խստացված վերահսկողությունը ըստ Պարեկ Ազատ Ասատրյանի էական ազդեցություն է ունեցել։ Վարորդների մեծ մասը երթևեկում է ձմեռային անվադողերով։ Երբ որ փոփոխությունները մտան ուժի մեջ, 2024 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 31-ը արձանագրվել է 106 իրավախախտում, իսկ արդեն 2025 թվականի ընթացքում մենք արձանագրել ենք 6680 իրավախախտում։ 2026 թվականին մինչև հունվարի 20-ը արձանագրվել է 1623 իրավախախտում։ Ներքին գործերի նախարարությունից ընդգծում են, ուժեղացված ծառայությունները կանխարգելիչ բնույթ ունեն։ Առնվազն որոշակի չափով վթարներից խուսափելու հնարավորություն, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ավելի բարձր շեմ, ինչպես նաև վարորդների եւ ուղևորների անձնական անվտանգության որոշակի երաշխիքներ։ Ձմեռային անվադողերով երթևեկելը ոչ միայն օրենսդրական պահանջ է, այլև անվտանգության կարևոր նախապայման, որի պահպանման վերահսկողությունը բարեկային ծառայողները շարունակելու են թե Երևանում, թե հանրապետության բոլոր մարզերում։ Քրիստինե Թորոսյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։